Քրիստոսով եղբայրներ, բոլորս սրտանց ասենք փառք Տիրոջ, Աստված տա վերջում ենք աղոթքի տեղ տանք։ Ես գիտեմ, որ շատ եղբայրներ կուզեն, որ իրանց համար աղոթք կանել, որոնք ունեն հոգևոր եւ տկարություններ եւ մարմնավոր տկարություններ, հոգսերու խնդիրներ, որ այստեղից մեկս այսպես չգնանք։ Որպես կարողանանք իրոք որ Տիրոջ փառքը տեսնել, ուրախությամբ այստեղից տուն վերադառնալ։ Եվ այն ուրախությունը շատերին պատմել։ Մեր մեջ չեն կարող թաքցնել։ Եվ ուրախությունն էլ է երևում, մարդը չի կարող թաքցնել իր մեջ։ Եվ տխրությունն էլ է երևում։ Աստված տա, որ մենք ուրախություն ապրենք, ստեղից ուրախությամբ գնանք։ Հիմնական սովորաբար ես դևիզի վրա չեմ ուզում անդրադառնալ։ Միշտ իմ մոտ այդպես որ ես աղոթում եմ, մտածում եմ, իմ մոտ անհանգստության հենց անհանգստացնող բաներ են լինում, խրատական բաներ։ Որոշ կետերի վրա ուզում եմ կարճ անդրադառնալ, շատ չեմ ուզում երկարացնել, որ վերջում մենք կարողանանք Տիրոջ երեսը փնտրել։ Ինչ վերաբերում Աստծո սկզբունքը նույնն է եղել հին ուխտում եւ նոր ուխտում։ Հին ուխտում էլ եղել են նվիրյալ հավատացյալներ, որոնք անմնացորդ նվիրվել են Տիրոջը, որոնք ատել են աշխարհը, ատել են մեղքը։ Մովսես մեր նման մարդ է եղել, բայց ինքը ամեն բան մերժեց, ինչպես Պողոս առաքյալը, եղբայրները մեզ շատ հորդորեցին, մերժեց, փարավոնի բոլոր ամեն ինչը մերժեց, ընդունեց Քրիստոսի նախատինքը։ Մարդը կարող է եւ իրոք որ կամ մերժել, կամ չմերժել։ Մերժելուց հետո Քրիստոսի նախատինքը պետք է ընդունենք մենք։ Հին ուխտում այսպեսի բան կա, եթե ուզում ենք, որպեսզի Տերը լեցնի մեզ, օգտագործի իր փառքի անունի համար, որպես դառնանք մաքուր անոթներ, ուշադիր եղեք բոլորդ։ Առաջի կարևոր բանը, ինչպես Սուրբ Գիրքն ասում, ամեն բան պետք է աղբ համարենք։ Եթե ուզում ենք Քրիստոսին շահել, եղբայրները շատ ճիշտ անդրադարձան, հերթականությունը շատ կարևոր է։ Միջև մարդը աղբ չհամարի, Քրիստոսին չի կարող ճանաչել։ Քրիստոսի ճանաչելուց հետո նորը գրված հարության զորությունը պետք է գործի։ Եվ չարչարանքների մասնակից լինի, նորից եմ ասում, դա հերթականությունը ճիշտ է։ Սուրբ Գիրքում այդպես բան չկա, հետո առաջ։ Ամեն բան իր հերթականությամբ է։ Տեսեք, առաջի գիրք մնացորդացում նույն այդպես է։ Առաջի գիրք մնացորդաց 22-րդ գլուխ 9 խոսքից պետք է կարդամ, ինձ համար եւ ձեզ համար։ Առաջի գիրք մնացորդաց 22-րդ գլուխ 9 խոսքից։ Եվ հիմա ձեր սիրտը, ուշադիր եղեք, եւ հիմա ձեր սիրտը ու ձեր հոգին ձեր Տեր Աստվածը խնդրելու տվեք, կամ փնտրելու բարձա, խնդրելու տվեք ու ելեք Տեր Աստծո սրբարանը շինեցեք, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստծո սուրբ անոթները Տիրոջ տան համար շինված տունը տանիք։ Եթե մարդը իրոք որ սիրտը չի տվի Աստծուն, մարդը չի մերժել աշխարհ ունանությունը, նա ինչպես կարող է հոգևոր ծառայություն անել, հոգևոր գործ անել, շինարարությանը մասնակից լինել, մենք արտասիկ այսպես է գրված. առաջինը հիմա ձեր սիրտ ու ձեր հոգին ձեր Տեր Աստծո խնդրելու տվեցեք։ Նոր հետո անցեք շինարարությանը։ Սկզբունքը նույնն է, հին ուխտում եւ նոր ուխտում։ Աստված օգնի, որ մենք բոլորս Տիրոջ նվիրալներ լինենք, անմնացորդ, որ Աստված լեցնի եւ օգտագործի իր փառքի համար։ Որոշ կետերի շուրջ ուզում եմ անդրադառնալ։ Հաճախ այս վերջի ժամանակներում մենք խոսում ենք սրբության վերաբերյալ, արդեն ասեցին։ Սրբությունը մեր կյանքի մեջ պետք է կատարելագործվի Աստծո վախովը։ Մարդկային վախով չի գրված։ Աստծո վախովը սրբությունը պետք է կատարելագործվի։ Սրբությունը այդպես մի վիճակ չէ, որ պետք է կանգ առնենք։ Սրբությունը պետք է դեպի գնա կատարելագործան, որտեղ գրված է սուրբը պետք է ավելի սուրբ լինի։ Արդարը պետք է ավելի ձգտի արդարության կյանքի։ Առաջի կարևոր բանը սա է։ Ինչ վերաբերում է, ես հիշում եմ Իվան Անտոնիչ Լևչուկը, ես իր խոսքերը իմ մեջ տեղավորվել է, չի ջնջվել։ Գիտեք ինչ էր ասում։ Ասում էր հետևյալը. սուրբերը, ուշադիր եղեք, սուրբերը եկեղեցի չեն բաժանի։ Այսինքն սուրբ մարդը այդպիսի հատկանիշ չունի։ Ոնց որ աղավնուց երբեք վատ բան չես սպասի, բայց արծվից կսպասես։ Աղավնին չի կարող վատ բան անել։ Սուրբ հավատացյալը կնստի խոնարհվի, եթե իր վրա էլ թեկուզ անիրավություն անեն, չհասկանալով ինչ որ բաներ անեն իր վրա, թեկուզ կարող է մարդը ոչինչ չանի, բայց ինքը միշտ կմտածի, իմ իրավունքը Տերը դու պաշտպանի։ Եթե ինքը փորձի ժողովրդին ոտքի անել, ինչպես արեցին մարդիկ, ոտքի հանել եւ ասել ժողովուրդ, տեսեք իմ գլխին ինչ են անում, իմ իրավունքը պաշտպանեք, Աստծուց իրավունքը գնացել արդեն։ Կամ պետք է Աստված քո իրավունքը պաշտպանի կամ մարդիկ։
Դրա համար խնդրում եմ, եթե կլինեն դժվարություններ, սուրբ հավատացյալները խոնարհվեն, կցածրանան, կընդունեն, կսպասեն Տիրոջ ողորմությանը, որովհետև Տերը արդարը ամեն գործերի մեջ։ Եթե սովորաբար մենք նայում ենք եղբայրներ ջան, իրոք որ Ղուկաս առաջի գլուխ 67 խոսքից գրված է սրբությունով արտարությունով անոր արչև մեր կյանքի բոլոր օրերու մեջ։ Աստծո արչև պետք է մենք ինչ անենք սրբությունով արտարությունով Աստծո արչև մեր կյանքի բոլոր մեջ պետք է այդպես քայլենք միջև վերջ։ Մյուսը, որը վերաբերում է սովորաբար ամուսնացածներին, ինչքան այսօր եղբայրներ կա, որոնք կանայք ունեն։ Պատահական չի, որ ես ուղղակի ուզում եմ հորդորական խոսքեր ձեզ ասել։ Ինչ վերաբերում է, եթե ուզում ենք, որ մեր կյանքի մեջ, մեր գործնեության մեջ հաջողություն լինի, օրհնություն լինի մեր քարոզների մեջ, կարևոր է սա, ինչի է գրված, խոյեմությունով իրար հետ բնակվեք, որ ձեր աղոթքին արգելք չլինի։ Հարց. Եթե աղոթքին արգելք է, գործնեության արգելք կլինի թե ոչ։ Կլինի թե ոչ։ Այո, անպայման։ Եթե աղոթքին կա արգելք, նշանակում է գործնեության էլ արգելք։ Եթե այսօր քո կնոջ հետ չունես այդ վերաբերմունքը, այդ խոյեմությունը, քո ծառայության մեջ օրհնություն չի լի, քո ընտանիքի մեջ էլ օրհնություն չի լի։ Մեր պատճառով, իմ պատճառով, իմ կնոջ պատճառով երեխեքն էլ տուժեն։ Տուժելու են երեխեքը, այդպես է։ Ծնողների պատճառով օրհնվում ընտանիքը։ Հիմա մի բան պատմեմ։ Գիտեմ, որ լավ կլսեք, պատմություններին շատ լավ ուշադրություն կդարձնեք։ Մի հատ քույրիկ, որ ճամբարում է, իր ամուսինը քարոզիչ էր։ Վկայում էր շատ անգամ լավ բացադրում էր, հետո մի ժամանակ խոսում էր գանձի մասին, հողի մեջ եղած գանձը, Տեր Հիսուսի առակը, հողի մեջ թաքնված գանձը, շատ լավ բացադրում էր։ Ճամբարում, երբ որ ասենք այդ եղբոր քարոզից հետո մոտենում են տիկնոջը, ուշադիր եղեք բոլորդ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Մոտենում են տիկնոջ, ասում են այդ քո ամուսինը, այդ եղբայրը, այդ ինչ լավ է բացադրում, այդ ինչ լավ է խոսում, այդ ինչ լավ է մանրամասը բացադրում այս գանձի մասին, ասում է քույրիկ ջան, ասում է այդ գանձը ինքը տանում է լավ ժողովրդին բացադրում է, մատակարարում է, տալիս է ժողովրդին այդ գանձը, տանում բաժանում ուրիշներին, եղած հողներ բերում է լցում եմ գլխին։ Ընձի այդ գանձից հեչ բաժին չկա։ Եղբայրներ իրոք որ այդ քույրիկ անկեղծ, իմաստուն քույրիկ եղել։ Ասում է այդ գանձից բանձի բաժին չկա։ Ուրիշների համար գանձը ինձ համար հողն է։ Խելացի իմաստուն քույրիկ եղել։ Առաջինը պետք է այդ գանձը տրվի մեր կանանց։ Իսկ հողը ոչ թե ժողովրդին, գանձը բոլորին պետք է լինի։ Հիշում եք, եթե մեկը սովորաբար գիտեք ինչ մարդը որ նոր է հավատք եկել, հələ գանձը չի գտել, մենք անմիջապես ասում ենք շուտար ունեցվածքը ծախի, այս արդը գնի։ Կասինցի հիմարի տեղ եք դրել։ Այդ դատարկ արդը խի գնեմ։ Դատարկ արդը ինքը գանձը չի տեսել, չկա գանձ։ Բայց որ իրան հայտնվի Քրիստոս գանձը, գրված է նա ինք ուրախությամբ կծախի բոլոր ունեցվածքը եւ կգա արդը կգնի։ Մարդը որ չի ճանաչել Քրիստոսին, հələ դեռ Քրիստոսի նորից եմ ասում, չի կարողացել Քրիստոսի հետ ապրել, մենք ասում ենք ամեն բան թող արի, չի լինի դա։ Ես խնդրում եմ ձեզի, եթե կան նորադարձներ, որ գալիս են, սկզբից ուրախություն է գալիս նրանց մեջ, ուզում են իրաց ունեցվածք են տան։ Գիտեք ինչ արեք, մի հատ Զապրուշոնի զնակ դրեք, զնակ, ասեք հələ մի շտաբի։ Ինչպես մեր հրայ եղբոր ընկերը, որը սովորաբար լավ մեծ անձնավորություն է, Երևանում է, անուն չեմ տալիս։ Ասում եմ ինչով կարամ օգնեմ, ասում եմ քո ոչ մի բանը մեզ պետք չի։ Աստված քո սիրտն է ուզում։ Քո ունեցվածքը չի ուզում։ Եղբայրներ, խնդրում եմ ուշադիր եղեք։ Նրանք ոգևորվում են, բայց հետագայում կանգնելու են խնդրեմ առջև։ Խնդրում եմ այս հարցում էլ ուշադիր եղեք։ Մյուսը վկայությունը եւ քարոզությունը մյուսը։ Շատ անգամ կան հավատացյալներ, որոնք սովորաբար շատ սառն են։ Իմ տղան օրինակ Դավիթն ասում է, այսօր տանկած տաքսի եմ նստում, դες մեկին բաց չեմ թողնում, Աստծո խոսքը վկայելու։ Աստծո խոսքը վկայելու։ Գևորգ եղբոր հետ գնացել են կրկես, որ խոսենք ուտեղ մեծ պաշտամունք լինի, ժամանակ կրկեսը կար։ Տնօրենը չկար, սպասեցինք որ գա։ Տեսանք մի հատ աղջիկ, պատան աղջիկ, մի հատ sense կոլծա է վերցել ձերքի մեջ, բռնում է, կատուն գալիս է, թռնում, անցնում է կոլծայի միջով, թռնում, անցնում է։ Մոտեցավ Գևորգն ասեց, աղջիկ ջան, ասեց, քան անգամ ես այդպես անում այդ փորձերը։ Ասեց, ցածա ինքան շատ ենք անում, չեմ հաշվում, ինչքան անենք։ Ինքանը որ կատուն լավ վարժեցնեմ, կոլծայի միջոցով թռնի։ Կանչես մի կողմ ինձ ասեց ամոթ մեզի, ես ու Գևորգն ենք։ Մի հատ կոլծայի միջոցով անցնելու կադուն որ պետք է անցնի, ինչքան չարչարվում, տանջվում, օրեր ժամանակներ անցկացումը, մի հատ կադուն, որ կոլծայի միջով թռնի։ Եթե մենք էլ այդպես հոգևոր կյանքին, աղոթքի կյանքին պարաբենք, տես ինչ մեծ հաջողության կհասնենք։
Եղբայրներ ջան, աշխարհի մարդիկ, գիտարիստները ժամերով են պարաբում, բաքսյորները ժամեր են տրամադրում։ Եթե մենք այդպես անենք, եղբայրներ ջան, մեծ օրհնության աջակցության կասնենք։ Եկեք դրա մեջ մենք արթուն լինենք։ Պարաբենք աղոթքի Աստծո խոսքի։ Վկայությունը շատ կարևոր է, եղբայրներ։ Դանիելի մարգարության վերջի գլխում գրված է. «Եվ իմաստունները երկնքի հաստատության լույսի պես, եւ նրանք, որ շատերին, չասեմ քչերին, չասեմ երկոգու, որ շատերին արդարության կառաջնորդեն, աստղերու պես պիտի փայլեն Հավիտյանի Սահիդենից»։ Մենք չպիտի լռենք, ժողովրդին հորդորենք, ժողովուրդ կորուստ են գնում։ Սոդոմական մեղք այսօր ամբողջ աշխարհը վերցրել է։ Բախսությունը ապականում է մանուկից միջև մեծը, Հայաստանում ամեն ուրեք աշխարհում։ Ո՞վ պետք է ճանապարհ ցույց տա իրանց։ Մի հատ վկայություն պատմեմ, մենք դրանից ամաչենք, սթափվենք։ Մեր քույրից մեկ իր կեսուրին վկայում է, հոգատարություն անում, բերում է տուն, հոգատարություն անում, լող աստում տունը, վկայում, հասու խոսքը սերմանում եւ ապաշխարում է։ Երբ որ արդեն իր մյուս տղայի տուն է, եղբայրից մեր հովինից մեկին տանում է խոստովանեցնել է տալիս, խոստովանվում է, հետո որ վատանում են, իր աղջիկները հավատքի մեջ գնում են, ուսում են աղոթել, անավատին հանում են դուրս, մենք պետք է աղոթենք։ Աղոթքի ժամանակ խնդրում եմ մաքրություն, հոգին ավանդում է աղոթքի ժամանակ երկու քույր է, մեկը իր հարսն է, մեկն է իր աղջիկն է։ Ասում է, երբ որ աղոթքը վերջացավ, իրական դեպք են պատմում, աղոթքը վերջացավ, լսում եմ կեսուրից պարզ մաքուր խոսակցականը։ Անունը Սուսան իր հարսի։ Սուսան ջան, ինչ լավ արեցիր, որ ինձ Քրիստոսի փրկության ճանապարհը ցույց տվեցիր։ Բա մեկ ինչքա լավ կարեք։ Էդի վկայություն է։ Հոգին տալու ժամանակ այդ խոսքը լսում է։ Սուսան ջան, ինչ լավ արեցիր, որ ինձ Քրիստոսի փրկության ճանապարհը ցույց տվեցիր։ Այո, մի հոգին ինչքան տակ է։ Իմացեք ավետարանում գրված է, չի գրված, մեռել հարություն առնի, անտամալուծը բժշկվեն, նշաններ, հրաշքներ կատարվեն, հազարավոր մարդիկ բժշկվեն։ Մի դեպքում է գրված, երկնքում որ հեշտակն է պիտի ուրախանան, երբ որ մի մեղավոր դարձել գալիս, ուրիշ ոչ մի դեպքում։ Համաձայն եք որ այդպես է։ Մի մեղավորը, դրա համար շատ անգամ ասում են, գայթակղվող պետք է գայթակղվի։ Եթե այսօր դու պատճառ ես դառնում մեկի գայթակղության քո վերաբերմունքով, քո կոպտությամբ, քո երեխեն։ Մեր եղբայրից մեկն վերջերս որ գնացել տղայի մոտ, ասում է, շաբաթով որ չկան պաշտամունքի, մի հատ հովիվը չի զանգում։ Եվրոպայում չի զանգում, տենասուր է, բայց որ հանկարծ շունը կորի, ռոզիս կտան։ Ռոզիս կտան շուն կորել բար, բայց հոգին կարող է շաբաթով չկա, հեշտ պետք է չի։ Եթե քո երեխան հինի, դու ո՞նց ես մտածում, հա։ Մի հատ ոչխար, մի հատ գառ է կորում, դու հետմունես հետևից, բա վերջերս ո՞նց ես բանանում։ Մեր ավակ եղբայրից լսել եմ ես։ Եթե դու մեկին գայթակղության պատճառ ես դառնում, մի հատ ջաղացի քար կապի, ծովը գցի քեզ։ Եթե 3 հոգու, ուրեմն 3 հատ ջաղացի քար պետք է կապես։ Ավելի արագ ընկնես ծովի մեջ։ Եթե պատճառ ես դառնում գայթակղության։ Բոլոր Աստծո զավակներ են։ Ես խնդրում եմ ձեզի, բոլորը արյանգին են։ Չկա մեկը որ արծաթով է գնված։ Բոլոր արյանգին է, պատասխան ենք տալու։ Ես ուշադիր եղեք մի հատ այտենց հասկացողություններ կարող լինեն եկեղեցում։ Գիտեք որ Սուրբ Հոգու մկրտությունը շատ կարևոր բան է։ Շատ կարևոր բան է։ Նա որդեգրության կնիկ է։ Հասկացողություններ կարող է լինեն, որ մեկն ասում է պարտադիր չի լեզուներ լինեն։ Լեզուներ պարտադիր չի։ Սուրբ Հոգին կարող է մեջ լինի, բայց լեզուն չկարող է չխոսեմ։ Այդպեսին բացատրեք, որ Աստված համր երեխա չունի։ Երկրը համր երեխանից ծնվում են, բայց Աստված համր երեխա չունի։ Մեկի մեջ Սուրբ Հոգին լինի, որ չխոսի։ Տերը թողնի, որ դրա մեջ արթուն եղեք։ Ես հով սպասավորներին ասեցի, կան վախկոտ եղբայրներ։ Տեսնում են իրանց եղբոր ինչ որ մի բան չեն վախենում չեն ասում, բայց ուրիշի ասում են։ Եղբայրներ եղեք սիրով եւ համարձակ։ Եթե նկատում ես քո եղբայրն է, սպասավոր է կամ քարոզիչ է, մի բան որ նկատում ես, սիրով մոտեցի իրան ասա։ Կարող է կընտունի, կարող է չընդունի, աղոթ կարեք։ Երբևիցե մի ծածկեք ձեր մեջ, մի ուրիշ տեղ դնեք վերցրեք։ Ես այսօր որոշ սպասավորներին որոշ բաներ ասեցի, նորություն երեքներ, բայց ուշադիր եղեք, դատելուց բամբասելուց չարախոսությունից շատ բան է, քեզ է գալու դրանք, զգուշ եղեք, խնդրում եմ զգուշ եղեք։ Մի բան ունես ասելու, գնա եղբորդ սիրով նստիր այդ բացատրեք, հարազատ ձևով ասա, ես քո լավի համար եմ ուզում եղբայր ջան, ես եմ տեսել։ Ես էլ ունեմ պակասություն, բայց որ տեսել եմ պետք է ասեմ։ Դու էլ մի բան որ տեսես ինձ ասա։ Այդ ազատությունը պետք է, այդ ազատության մեջ Տերը պետք է փառավորվի։